Եվ այսպես ուշադրություն, ճիշտ է երեխային գտան, բայց համացանցում թեժանում է իրավիճակը, մարդիկ մեղադրում են էքստրասենսներին խաբեության համար, որոշ մի մասը մեղադրում է երեխայի ծնողներին անուշադրության համար, ծնողներին մեղադրել իհարկե պետք չէ, որովհետև բոլորի հետ կարող է պատահել, դա դժբախտ պատահար էր, նորմալ ընտանիք է, նորմալ մարդիկ են, եւ այդ մարդիկ հաստատ նման դեպք իրենց կյանքում չէին կարող պատկերացնել, որ տեղի կունենար, եղել են երեխայի նկատմամբ շատ զգույշ, հոգատար, ուշադիր, բայց մի պահ, երբ որ աչքը թարթել են, արդեն երեխան անհետացած է եղել։ Էքստրասենսները, որոնք փորձում էին իրավիճակը տանել այլ ուղղությամբ, երբ որ ոստիկանությունն ասում է հետքեր չկան, նրանք պնդում էին, որ չէ, երեխային առևանգել են, ծնողներին, հարազատներին հույս էին տալիս եւ գետում որոնողական աշխատանքների վրա բացասական ազդեցություն էին ունենում փրկարարներ իրենց հույսը մի փոքր կորցրած, բայց շարունակում էին աշխատանքները, որոշները նաև հույս ունենալով, որ երեխային գետից չեն գտնելու, այլ էքստրասենսները ճիշտ են դուրս գալու եւ երեխան լինելու է առևանգված։ Երևի թե դա էր պատճառը, որ որոնողափրկարարական աշխատանքները տևեց 20 օր, որը բավականին երկար ժամանակ է իհարկե, բայց համենայն դեպս գոնե երեխան գտնվեց, շատ ցավալի է, ծանր է իհարկե, որ երեխան գտնվեց գետում, բայց 90%-ով երեխան հենց գետն էլ ընկել էր առաջին իսկ օրվա այդ ամբողջ զննություններից հետո այդ պատկերը ստացավ, թե ոստիկանությունը, թե փրկարար ծառայությունը, թե հանրության որոշ մի մաս, որը իրապես է, այլ ոչ թե հեքիաթներով ապրող, բայց բոլորս էլ կուզենայինք, որ երեխան լիներ ողջ։ Այս ընթացքում իրենց հաճախորդներ փնտրող էքստրասենսները, որոնք մեկ ժամվա համար մարդկանցից պահանջում են 50,000 դրամ, էքստրասենսները փորձեցին աչոկներ հավաքել երեխայի պատմության հիման վրա, ասելով, որ երեխան այսինչ տեղն է, այնտեղ է, փնտրել են էքստրասենսների ասած բոլոր վայրերում, որևէ տեղ բնականաբար երեխան չէր գտնվել, եւ այս մարդիկ ոնց են կարողանում դրանից հետո մարդկանց խաբել, մարդիկ էլ այցելում են սրանց, գումար են վճարում այս սատանայական ծառայության համար, որը հորինվածք է ամբողջությամբ, որը որևէ ձև չի կարող մարդուն ինֆորմացիա տալ իր ապագայի, անցյալի կամ ներկայի մասին, մարդկանց կոչ են կանում հեռու մնալ էքստրասենս կոչվածներից, իհարկե միգուցե իրականում կան մարդիկ, ովքեր որ օժտված են ինչ-որ մի տաղանդով, բայց Հայաստանի Հանրապետությունում 90%-ը շառլատաններ են, խաբեբաներ են, եթե կային այդքան ուժեղ էքստրասենսներ, թող գնային եւ ցույց տային, թե որտեղ է գտնվում երեխան գետի որ հատվածում, փոխարենը նրանք ընտրեցին տանջել հասարակությանը, ծնողներին, գյուղացիներին, ինֆորմացիան կեղծելով եւ միգուցե նաեւ որոշներ իրանց հավատում էին, օրինակ ծնողները միջև վերջ, դե ծնողներն են հույս ունեին, որ երեխան ողջ կլինի, դա միակ հույսն էր, որ սփոփում էր իրանց, որ ամեն օր գետից երեխային չէին գտնում, դա իրանց համար մխիթարանք էր, որ երեխան կհայտնվի, մեկը նրան տարած կլինի եւ կգտնեն, կվերադարձնեն փոքրիկին, բայց ցավոք սրտի դա այդպես չեղավ, շատ սարսափելի դեպք էր սա, Հայաստանի Հանրապետությունում արդեն այս դեպքից հետո շատ շատերը այլ կերպ են վերաբերվում իրանց երեխաներին, ուշադրությունը տասնապատիկ ավելացրել են, որովհետև հասկանում են, որ որևէ վտանգից որևէ մեկը ապահովագրված չէ։ Արդեն իհարկե բոլորից հայտնի դարձավ հետևյալը, որ փոքրիկ Տիգրանին հայտնաբերել են գետում, իրենց տան մոտից 7 կիլոմետր հեռավորության վրա, Հրազդան Ջեկի հարևանությամբ, ճահճային հատվածում, ծառերի բույնի մոտ։ Դատաբժշկական փորձաքննությունը առաջին պատասխանը տվել է, որ երեխային արտաքին զննությամբ պարզվել է, որ նրա վրա չկան բռնության հետքեր, իհարկե հարուցվել է քրեական գործ եւ մանրամասները շուտով կպարզվեն, բայց մանրամասներ չկան, մանրամասները հետեւյալն են, որ երեխան գնացել է եւ ընկել է գետը։ Իհարկե էքստրասենսներ, հիմարություններ լիքը, մենք ամենասկզբից էլ հայտնում էինք, որ երեխան ընկել է գետը, ուղղակի դրա մասին մենք սկսեցինք որոշ ժամանակ չխոսել,
ծնողներին, ընտանիքի անդամներին հույս տալու նպատակով, քանի որ նրանք չէին հավատում, որ երեխան ընկել է գետը, բայց ցավոք սրտի այս պատմությունը այլ ելք չունեցավ։ Մենք իհարկե նկատեցինք, որ շատերը գրում էին համացանցում մեկնաբանություններում, որ երեխային առևանգել են, հետո տարել են, գցել են գետը, որ գետից գտնեն, կասկածները վերանան։ Սա երբևիցե մեր լսած ամենադաժան եւ ամենաճղճի միտքն էր, նույնիսկ այս պարագայում, ինչքան հնարավոր է մարդ լինի ոչնչություն, որ նման բան կարողանա իրեն թույլ տա, նույնիսկ ամենավայրենի գազանը չի կարող երեխային տանել գցել գետը։ Եվ ոնց են հայ մարդիկ նման պատկերացումներով իրենց ուղեղները սնում, որ նման տեղեկատվություններ են տարածում ընտանիքի անդամներին ավելի նյարդայնացնելու համար։ Երեխան մայիսի 4-ին ընկել է գետը, հայտնաբերվել է մայիսի 24-ին։ Ուրիշ որևէ տեղեկատվություն չի համապատասխանում իրականությանը։ Միակ տեղեկատվությունը այժմ այն է, ինչը որ հաղորդում են պատկան մարմինները, ուրիշ տեղեկատվությունները հիմարություններ են։ Դիանա Գրիգորյանի սցենարների, սերիալների նման ապուշություններ, որ երեխային առևանգել են, տեսել են մեծ աղմուկ է բարձրացել, պատասխանատվությունից խուսափելու համար տարել շպրտել են գետը։ Նախ գետի գրեթե ողջ հատվածում միշտ եղել է վերահսկողություն։ Անհնար էր ուղղակի գետին մոտենալ, այն էլ երեխային բերել գցել գետը, երեխային ոչ մեկ չէր առևանգել, երեխան անուշադրության մատնվելու պատճառով ընկել է գետը։ Ուրիշ որևէ բան չեն կարող ավելացնել։ Ծնողները իհարկե լավ մարդիկ են, բայց դա չի նշանակում, որ 2 տարեկան երեխային կարող ես հրահանգել, որ նա գնա տուն, ոնց կարա 2 տարեկան երեխան գնա ինքնուրույն տուն, եւ դու հանգիստ լինես, որ ինքը կգնա տուն։ Սա ասում ենք նրա համար, որ ոչ թե վիրավորենք կամ ավելի ցավեցնենք այս մարդկանց, այլ ասում ենք նրա համար, որ ուրիշ ծնողներ այս դեպքը տեսնեն ու հասկանան, որ չի կարելի երեխաներին անուշադրության վատնել նույնիսկ 1 վայրկյանով։ Ընդամենը րոպեների տարբերությամբ այդ մարդիկ կորցրեցին իրենց երեխային։ Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, գյուղացիներին, հարազատներին, ամբողջ հայ ժողովրդին, որովհետև սա հայ ժողովրդի սուքն էր, կորուստը, փոքրիկ 2-ամյա Տիգրանը իսկապես կմնա ամբողջ հայ ազգի սրտում։